թվականի դեկտեմբեր ամսվան տեղի ունեցավ Adobe Illustrator-ի թարմացումը։ Այդ թարմացման մեջ ավելացվեց մի նոր գործիք, որը կոչվում է Dimension Tool։ Այս Dimension Tool-ը այժմ թույլ է տալիս մեզ իրականացնել չափագրումներ, հաշվել և նշել մեր աշխատանքային միջավայրում, ինչպես գծերի մեծությունները, անկյունների չափերը, շրջանագծի տրամագիծը և շառավիղը և համապատասխան անկյունները, որոնք օրինակ կազմում են տարբեր հատվածներ։ Այն իրագործելու համար մենք պետք է ընտրենք Dimension Tool-ը, որտեղից բացվում է այս մենյուն, և այս մենյուն մեզ հնարավորություն է տալիս իրականացնել գծային, անկյունային և ռադիալ չափագրումներ։ Դրանք համապատասխան անգլերեն կոչվում են Linear, Angular և Radial Dimensions։ Ավելի լավ հասկանալու, թե ինչպես է աշխատում այս գործիքի կարգավորումները, դրա համար մենք կարող ենք բացել սեղմելով այս ատամնանիվի վրա Dimension Tool-ի Option վահանակը։ Եվ այստեղ մենք տեսնում ենք բոլոր այն կարգավորումները, որը մենք կարող ենք կատարել այն չափադրման հատվածների և գծերի համար, որոնք դուք տեսնում եք այս նկարում։ Այս նկարում դուք տեսնում եք, թե որ տառը ինչ մեծություն է իրենից ներկայացնում։ An դա extension line-ն է, այս հատվածներն են, B-ն offset-ն է այդ չափադրման տեքստի, այս հեռավորությունը, C-ն դա dimension text-ն է, այսինքն չափադրման տեքստն է, որը դուք տեսնում եք այստեղ ներկայացված է սանտիմետրներով, D-ն դա dimension-ի գիծն է, չափադրման գիծը, E-ն դա extension of extension line, այս հեռավորությունն է չափադրման գծից, և մենք ունենք F-ը, offset of extension line, որը կազմում է այս չափադրման գծի և այս հատվածների հեռավորությունը ձեր օբյեկտի։ Այժմ մենք եթե բացենք setting-ները, դուք կտեսնեք, որ այստեղ մենք կարող ենք կարգավորել բոլոր այս մեծությունները։ Նախ Units և Scale բաժնում մենք կարող ենք ընտրել, թե ինչով ենք ուզում չափել այդ dimension-ը, այդ չափադրումը ինչպես կատարել, ինչերով, ֆիտերով, սանտիմետրներով, որը որ դուք կարող եք ընտրել, ենթադրենք դնում եք սանտիմետրներ, այստեղ կարող եք տաք մասշտաբը, թե համապատասխան 1:2-ի կամ 1:1-ի ինչքան սանտիմետր է կազմում, և կարող եք տալ ճշտությունը, որով կներկայացվի այդ չափադրման թիվը։ Դրա ներքևը մենք ունենք այս dimension-ի չափադրման գծերի հաստությունը, ձևը, կետգծեր, գծերի և ավելի մոտ գծեր և գույնը, ինչպես նաև ունենք այս սլակների ձևը, որը դուք կարող եք ընտրել և այդ սլակների մասշտաբի մեծությունը, այսինքն ինչ չափով նրանք լինեն կոնկրետ այս մեր նկարում։ Ունենք extension line-ների համար, այս գծերի համար նույնպես նրանց հաստությունը, ձևը, կետգծեր, կետեր, գույնը, որը մենք այստեղից կարող ենք փոխել, offset-ը, որը մենք արդեն ձեզ ասացինք, սա այս մեծությունն է, և extension-ը, թե ինչ հաստության գիծ է դնում։ Նույնպես այստեղ կարող ենք թաքցնել այդ extension գծերը, եթե մենք չենք ցանկանում, որպեսզի նրանք երևան։ Դրանից ներքև մենք արդեն ունենք կարգավորումները մեր այս տեքստի ֆոնտի համար, կարող եք ընտրել ֆոնտը, կարող եք ընտրել նրա ոճը, bold, regular, կարող եք ընտրել ֆոնտի չափը, այս տեքստի գույնը համապատասխան և նրա դիրքը։ Ինչպես դուք տեսնում եք, այստեղ այն կարող է լինել տարբեր ձևերով, թե ինչ հեռավորության վրա է նա գտնվում չափադրման գծերից և նրա offset-ը։
որը մենք արդեն ասեցինք։ Այստեղ մենք ունենք reset, եթե դուք անում եք որևէ փոփոխություն, կարող եք այն ետ բերել։ Եթե մենք իրականացնում ենք չափադրումներ այս գործիքներով, դուք տեսնում եք ինչը մենք կարող ենք չափել։ Օրինակ մենք կարող ենք չափել այս գծի երկարությունը, կարող ենք չափել անկյունը, այս կետից մինչև այս կորագից եղած հեռավորությունը, կարող ենք չափել շրջանի տրամագիծը կամ շառավիղը և անկյունները։ Այժմ տեսնենք, թե ինչպես է աշխատում այս գործիքը։ Եթե մենք ուզում ենք չափենք, օրինակ այս գծի հեռավորությունը, մենք մաուսով կանգնում ենք այդ գծի վրա և դուք տեսնում եք, որ մենք տեսնում ենք այդ գծի սևագիրը։ Դրանից հետո սեղմելով մենք կարող ենք դուրս հանել այդ գիծը և բաց թողնել և մենք կստանանք չափադրման գիծը։ Այժմ եթե մենք այստեղ բացենք և յունիտները տանք, օրինակ միլիմետրներ, ճշտությունը տանք 0,00 և scale-ը տանք 1,1, եկեք փոխենք նրա գույնը համապատասխան, extension-ի գույները տանք կապույտ գույնի և կարող ենք փոխել տեքստի գույնը։ Եկեք տեքստի գույնն էլ տանք կանաչավուն։ Այժմ եթե մենք սեղմենք OK և ուզենանք չափենք այս անկյունը, մենք պետք է կանգնենք անկյան վրա և համապատասխան այդ անկյունից կարող ենք մենք չափել ցանկացած հեռավորություն։ Եթե մենք այժմ սեղմենք այստեղ, դուք կտեսնեք, որ մեր մոտ արդեն համապատասխան կստանանք միլիմետրներով և կստանանք այն գույները, որը մենք ձեր հետ արդեն փոփոխել ենք։ Այս մեր գործիքում, ինչպես մենք արդեն ցույց տվեցինք, գոյություն ունեն այս 3 կարգավորումները liner, angular և radial, որը այքոններից մենք պետք է ընտրենք, որպեսզի կատարենք համապատասխան չափ։ Մենք այստեղ տվեցինք գծային չափումներ, ինչպես դուք տեսնում եք։ Այժմ եթե մենք այստեղ տանք angular dimension-ը, ապա մենք կարող ենք չափել անկյունները։ Դրա համար մենք եթե սեղմում ենք այս կետի վրա և քաշում ենք, դուք տեսնում եք, որ հայտնվում է այս չափադրման գիծը, որը թողնելուց հետո մենք կարող ենք չափել այս անկյունը։ Համապատասխան օրինակ, եթե մենք անենք դրսի մասը, կստանանք դրսի անկյուն։ Նույնը այս ներքևի հատվածում։ Դուք տեսնում եք, որ մենք արել ենք գծի չափում և անկյունը չափելու համար նորից պետք է կանգնենք այս գծի վրա, ընտրելով նրանց և կատարենք այս անկյունների չափումը։ Եթե մենք ընտրում ենք radial dimension, ունենք շրջան կամ որևէ մի էլիպս, մենք եթե սեղմում ենք շրջանի վրա, դուք տեսնում եք նրա շառավիղը և եթե մենք այժմ շարժենք մեր մաուսը, մենք արդեն հնարավորություն կունենանք չափել նրա տրամագիծը։ Շառավիղը չափելու համար ուղղակի պետք է սեղմել մեկ անգամ և այստեղ մենք կունենանք շառավիղը 44 մմ, այստեղ 88 մմ։ Չափադրման մեր շերտերը դուք տեսնում եք, որ մեր շերտերում հայտնվում են համապատասխան dimension խմբում, այստեղ մեր շերտերն են, և եթե մենք ցանկանանք փոփոխենք նրանց, մենք կարող ենք ընտրել այդ շերտը կամ այդ օբյեկտը և համապատասխան կատարենք փոփոխություններ կոնկրետ այդ շերտի մեջ կամ ասենք տանք օրինակ delete մաքրելով այն, որովհետև այս բոլոր չափադրման գծերը մեր մոտ հանդիսանում են օբյեկտներ։ Illustrator-ի նոր գործիքը հնարավոր է դարձնում օգտագործել այն Illustrator-ում չափադրում կատարելու համար, օգտագործելով նրա 3 հնարավորությունները՝ գծային, անկյունային և radial։ 2024 թվականի Illustrator-ում փետրվար ամսվա եղած թարմացման մեջ նաև փոփոխվել է Dimension Tool-ի կարգավորման վահանակի մեջ մի շարք հատկություններ։ Եթե մենք այժմ բացենք Dimension գործիքի այս կարգավորումների վահանակը, դուք կարող եք այստեղ տեսնել, որ մենք ունենք Scale տողը, որտեղից կարող ենք տալ այդ չափման հարաբերությունները և ունենք Hide Unit։ Եթե մենք ակտիվացնում ենք Hide Units-ները, եկեք save անենք այն և եթե մենք հիմա վերցնենք Dimension գործիքը և չափենք մեր այս կողը,
ապա դուք կտեսնեք, որ այստեղ չեն արտահայտվի չափման միավորները։ Եկեք անենք reset եւ վերադառնանք դրան։ Այժմ եթե մենք չափենք մեր ուղղանկյան կողերը, դուք տեսնում եք արդեն միավորները կան, տանք չափադրման այս սլակները, ապա դուք կարող եք նկատել, որ եթե մենք սկսենք փոփոխել մեր օբյեկտի չափը, ապա այդ միավորները համապատասխան կփոխվեն մեր օբյեկտի հետ միասին։ Սա մի թարմացում է, որ այժմ մեզ օգնում է ռեալ ժամանակում փոփոխել այդ չափադրման միավորները եւ չափը, որը հետևում է մեր օբյեկտի փոփոխություններին։ Բացի դրանից, եթե մենք այժմ բացենք մեր dimension շերտերը, ապա դուք կտեսնեք, որ մենք հնարավորություն ունենք թաքցնել նաև այստեղից մեր չափադրման սլակները։ Սա Adobe Illustrator-ի փետրվար ամսվա 24 թվականի թարմացման մեջ տեղի ունեցած փոփոխություններն են dimension գործիքի հետ։